Հանցագործության կատարման ծանրությունը կախված է սուբյեկտային կազմից, այսինքն կատարողներից։ Զարմանալի է, չէ, հիմա կմտածեք Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են։ Այո, սակայն կա բացառություն, դա այն դեպքն է, երբ հանցանքը կատարում է պաշտոնատար անձ, այն էլ իր պաշտոնական դիրքն օգտագործելու եղանակով։ Սա վտանգավոր տարրեր է պարունակում, քանի որ օրենքների պահպանման մշակույթի ձևավորումը նախ եւ առաջ դրված է հենց պաշտոնական լիազորություններով օժտված անձանց վրա։ Չէ՞ որ նրանք օրինակ են հասարակ քաղաքացիների համար։ Եվ հենց նրանց կողմից կատարված հանցավոր գործողությունները քրեական օրենսգրքի իմաստով առավել վտանգավոր են եւ ունեն առավել խիստ պատժի պայմաններ։ Եվ ուրեմն Երևանում գործող Պարեկային ծառայության ստորաբաժանման պետը վաճառել է քաղաքացուն պատկանող ավտոմեքենայի պահեստամասերը։ Սա դեռ ամենը չէ։ Քննությամբ պարզվել է, որ վստահված ծառայողական մեքենաները եւ դրանց պահեստամասերը այս անգամ ծառայության համար չեն օգտագործվել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությամբ բացահայտվել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պաշտոնատար անձիկ գործելով խմբով, ծառայողական դիրքը օգտագործելով քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցների պահեստամասերը վաճառել են եւ յուրացրել շուրջ 350,000 դրամ արժողությամբ գույք։ Բացահայտված դրվագներից ամենախոշորը վերաբերում է Երևանում գործող Պարեկային ծառայության ստորաբաժանման պետին։ Քննությունը պարզել է, որ նա օժանդակողների հետ միասին 2024 թվականի դեկտեմբերին քաղաքացուն պատկանող Toyota Magnishի ավտոմեքենան վաճառել է 1,600,000 դրամով, իսկ ստացած գումարը տնօրինել է սեփական ֆոնդի համար։ Այսպիսով, պաշտոնյան դիտավորությամբ յուրացրել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պետը հաջողել է հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենաների ապօրինի վաճառք իրականացնել։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հակակոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում բացահայտվել են Պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության մի շարք դեպքեր։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության մի շարք պաշտոնատար անձինք գործելով խմբի կազմում եւ օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները 2024-25 թվականների ընթացքում ապօրինի տնօրինել են իրենց վստահված գույքը։ Մասնավորապես նրանք վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի պահեստամասերը ընդհանուր 350,000 դրամ արժողությամբ, այդ կերպ հափշտակելով վստահված գույքը։ Մասնավորապես Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պետը հանդիսանալով պաշտոնատար անձ եւ հասանելիություն ունենալով հատուկ պահպանվող տարածքում գտնվող ավտոմեքենաների նկատմամբ 2025 թվականի մարտ ամսին Պարեկային ծառայության մեկ այլ աշխատակցի հետ խմբի կազմում կազմակերպել են իրենց վստահված գույքի, մասնավորապես հատուկ պահպանվող տարածքում վթարված վիճակում կայանված Mercedes G Magnishի ավտոմեքենայի տարբեր պահեստամասերի վաճառքը, որից գոյացած գումարը ներառել են իրենց ֆոնդ։ Իհարկե դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ մեքենայի սեփականատերը մոտեցել է սահմանափակումները վերանալուց հետո, երբ մոտեցել է հատուկ պահպանվող տարածք եւ նկատել է, որ մեքենայի մի շարք պահեստամասեր բացակայում են։ Բացի այդ, պարզվել է, որ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը մի քանի անձանց օժանդակությամբ 24 թվականի դեկտեմբերին 1,600,000 դրամով ապօրինի վաճառել է քաղաքացուն պատկանող Toyota Magnishի ավտոմեքենան։ Ստացված գումարը տնօրինել անձամբ ներառելով այն իր գույքային ֆոնդում։ Նույն պաշտոնատար անձը դարձյալ հասանելիություն ունենալով տարածքում գտնվող մեքենաների նկատմամբ այլ քաղաքացու, իր ծանոթ քաղաքացու միջոցով վաճառել է հատուկ պահպանվող տարածքում գտնվող 6 միլիոն արժողությամբ Toyota Magnishի, Toyota Runner Magnishի ավտոմեքենան ընդամենը $4,000 համարժեք 1,600,000 դրամ գումարով։ Նույն կերպ, երբ մեքենայի սեփականատերը համապատասխան սահմանափակումները վերանալուց հետո մոտեցել է
հատուկ պահպանվող տարածք, որպեսզի իր մեքենան դուրս բերի, տեղում հասկացել է, որ մեքենան հատուկ պահպանվող տարածքում չէ։ Երբ արդեն տեղեկությունները հասել են նշված պաշտոնատար անձին, վերջինս ժամանակ է խնդրել եւ վաճառված մեքենան ետ է վերադարձրել մի քանի օր անց հատուկ պահպանվող տարածք։ Իհարկե, նշված մեքենան արդեն նախաքննության ընթացքում համապատասխան գործողությունների ավարտից հետո մեր կողմից տրամադրվեց սեփականատիրոջը։ Նույն պաշտոնյան 2025 թվականին նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված մեկ այլ անձին պատկանող 2.500.000 դրամ արժեքով մոպեդը ընդամենը 70.000 դրամով, սակայն այն չի հասցրել հանձնել գնորդին իր կամքից անկախ հանգամանքներում, ինչի հետևանքով հանցագործությունն ավարտին չի հասցվել։ Հաջորդ դրվագով դարձյալ նույն պաշտոնատար անձը Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հերթապահ ծառայության պետը օգտվելով հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաների սեփականատերերի ոչ պարբերաբար այցելելու հանգամանքից, քանի որ երկարաժամկետ ժամանակով են գտնվում, վաճառել է քննությամբ չպարզված անձին մեկ Opel Magnish-ի եւ մեկ Lexus Magnish-ի մեքենաներ եւ դարձյալ բացահայտման սխեման նույնն է, երբ սեփականատերերը մոտեցել են իրենց մեքենաները դուրս բերելու համար, հասկացել են, որ մեքենաները տեղում չեն։ Նախաքննությամբ բացահայտվել է նաև, որ մեղադրյալ պաշտոնյան տարբեր ժամանակահատվածներում վաճառել է մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցներ, ստացված գումարները կրկին տնօրինելով անձնական շահի համար։ Նշված պաշտոնատար անձը տեղեկանալով սեփականատերերի իրենց մեքենաներով հետաքրքրվելու հանգամանքի մասին, անմիջապես ձեռնամուխ է եղել սեփականատերերի հետ բանակցություններ սկսելուն, մասնավորապես խնդրել, բանակցել է, որպեսզի հատուցի մեքենայի արժեքը, պատճառված վնասը այն պատճառով, որպեսզի հետագայում բողոքներ չլինեն։ Իհարկե մեքենաներից մեկի սեփականատերը Opel Magnish-ի մեքենայի սեփականատերը համաձայնվել է, վերջինիս գումարը փոխանցվել է, իսկ Lexus Magnish-ի մեքենայի սեփականատերը չի համաձայնվել եւ հետեւաբար հանցագործության մասին նաեւ հաղորդում է ներկայացրել։ Մեկ այլ դրվագով էլ նույն պաշտոնատար անձը արդեն այլ քաղաքացու օժանդակությամբ փորձել է վաճառել նույն հատուկ պահպանվող տարածքում գտնվող Իտալիա Magnish-ի մոպեդ, ինչի դիմաց նշված քաղաքացին նրա պաշտոնատար անձի հաշվին փոխանցել է 70.000 դրամ, իդեպ նշեմ, որ մոպեդի արժեքը համաձայն ստացված եզրակացության կազմել է 2.500.000 դրամ։ Գումարը փոխանցելուց հետո պաշտոնատար անձը քաղաքացուն է տրամադրել մոպեդի բանալիները, խոստանալով, որ համապատասխան գրանցամատյանները քննչական մարմնից, վարորդականացնող մարմնից հետ ստանալուն պես մոպեդը կտրամադրի քաղաքացուն, բայց քանի որ արդեն վարորդի շրջանակներում հնարավոր չի եղել, դեպքը բացահայտվել է, այսինքն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասել։ Ես ցանկանայի նշել, որ այս նկարագրված դեպքերի կապակցությամբ մեղադրանքներ են ներկայացվել ինչպես նշված պաշտոնատար անձին, ով գրեթե բոլոր դրվագներում էլ նշեցի վերոգրյալի մասին, ինչպես նաև մեկ այլ պարեկային ծառայակցի, որը խմբի կազմում էր գործել, եւ նաեւ երկու քաղաքացիների ոչ պարեկային ծառայության, ովքեր օժանդակել են պաշտոնատար անձին վստահված գույքը հափշտակելուն։ Այսինքն 4 անձի մասով
վարույթը ուղարկվել է դատախազություն, մեղադրական եզրակացությունը հաստատվել է եւ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան քրեական գործ։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Դատական քննության ընթացքում կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները, իսկ մեղավոր անձինք պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով։